Ես ողջունում եմ մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին, դուք դիտում եւ լսում եք Գործարար Ալիքը, ռազմավարական պլան տուրիզմ հաղորդաշարն է եթերում, երկրորդ խոսափողի մոտ է Լիանա Խաչատրյանը, առաջին խոսափողի մոտ է կառավարման փորձագետ Աննա Մազմանյանը, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Նախորդ հաղորդումների ընթացքում տարբեր թեմաներ ենք դիտարկել, բայց մի տեսակ հայկական туриզմի մասին երբ որ խոսում ենք, անդադ sense ոնց որ մոտենում ենք Սփյուռքին ու հեռանում։ Գաղտնիք չի, որ հատկապես մշակութային туриզմի, կրոնական туриզմի զգալի մասը դա Սփյուռքից եկած մեր հայրենակիցներն են, ում հետաքրքրում է եկեղեցիները, չգիտեմ, հնավայրերը եւ այլն եւ այլն։ Որքանով ընդհանրապես աշխարհում երևի թե շատ չեն երկրները, որտեղ տուրիստների մեծ մասը երկրի Սփյուռքն է։ Չգիտեմ, անգամ Իսրայելը երևի այդ երկրների ցանկում չէ, որտեվ լինելով կրոնական կենտրոն երևի շատերն են գնում։ Սա ինչ որ իր սպეციფիկան ունի, չէ, ինչ որ յուրահատկությունը, ձևը, ինչ որ այլ ձև է տալիս հայկական туриզմին։ Հա, իհարկե ունի ու նաև շատ տարբեր է լինում ըստ նրա թե որ երկրից են գալիս։ Հա, հայերը, այսինքն այն հայերը, ովքեր որ գնացել են օրինակ 90-ականներին, հա, այսինքն հա իրանք ստեղ են ծնվել, մեծացել, բայց ինչ որ պահի արդեն գնացել են, իրանք ոնց որ գալիս են ինչ որ մի բանի հետևից։ Իրանք գնում են օրինակ այն տեղերը, հա, որտեղ արդեն եղել են, բայց շատ վաղուց, օրինակ մանկությունում, բան Գառնի Գեղարդ, այսինքն այն տեղերը, հա, որտեղ իրանք եղել են։ Իմ կարծիքով այն մարդիկ, ովքեր չեն ծնվել, հա, Հայաստանում, իրենք ավելի շատ գնում են դեպի ճանաչողական, այսինքն իրանք ուզում են, հա, պետությունը ճանաչեն ու գնում են շատ ավելի ոչ այդքան հա ստանդարտ, հա, մարզեր կամ քաղաքներ, որտեղ օրինակ ես շատ հաճախ եմ, հա, հանդիպում, որ հենց Երևանում ասում եմ, իսկ դուք օրինակ եղել եք Բակապանում կամ Մեղրիում կամ Արփիլիճ եղել եք, իրանք ասում են, չէ, որտեղ է։ Արփիլիճ է, որտեղ է օրինակ, հա, այսինքն որ դու ապրում ես կամ դու ծնվել ես, հա, Հայաստանում, ինչ որ քեզ թվում է, որ տենց ընդհանուր դու պատկերացում ես ու գիտես, հա, Հայաստանը։ Իսկ երբ որ գալիս են օրինակ այն հայերը, ովքեր որ ունեն կապ պատմական, հա, մեր Հայաստանի հետ, իրանք ու այլ կերպ են նայում ու ինձ թվում է որ նաև այդ պահանջարկը թե ինչ են իրանք ուզում տեսնեն այդ ճանապարհին լինում է շատ ավելի տարբեր, որտեվ ստեղից գնացածները ստեղ ունեն բարեկամներ եւ իրանց հա այսպես ասած այդ այցը հա հենց կազմակերպում են հենց տեղացիները, հա ոնց որ եւ ես եւ շատ շատերս Դրա համար դա ոնց որ ավելի քիչ տուրիստական է, այսպես ասած, եւ հակառակը, հա, երբ որ գալիս են այն մարդիկ, ովքեր չունեն այդտեղ ուղիղ բարեկամներ, ընկերներ, իրանք հենց վերցնում են ինձ թվում է այդ դասական, այդ տուրիստական, հա, այսպես ասած, փաթեթները, հենց կարող է իրանց ընդեղից են բերում, հա, օրինակ Ամերիկայից արդեն դա կազմակերպվում է, ինչ որ մի կազմակերպության կողմից ու իրանք գալիս են արդեն Արդյոք պետքա Սփյուռքի համար լինի դասական տուրիստական փաթեթ, որովհետև անկախ ամեն ինչից, հա, միջին, չգիտեմ, պարզապես ամերիկացի տուրիստը ենթադրենք եւ ամերիկահայ տուրիստը, իրենք մի քիչ ավելի տարբեր են, ամերիկահայ տուրիստը որոշակի կոնտեքստ գիտի որոշակի հուզական կապ ունի, արդյոք մենք չունենք ինչ-որ այլընտրանք, որ կարող ենք հենց սփյուռքահայերին առաջարկել։ Այստեղ ես ունեմ շատ հստակ իմ կարծիքը այն առումով, որ բան ցանկացած հայ, այսինքն կամ ցանկացած մարդ, ով իրեն, հա, ոնց որ զգում է ու ոնց որ հա ինքը ընդունում է, որ ինքը հայ է, ինքը ստեղ չպետք է գա, հա, որպես տուրիստ։ Ինքը պետք է գա, բան, որպես տուն։ Ու տունը իրեն պետք է տենց ընդունի։ Ինչպես կընդունեք բարեկամին։ Այո, ինքը
ինքը այո, այս պահին ինքը ապրում է հա ուրիշտեղ, բայց սա իր տունն է։ Ու այդ վերաբերմունքը, այո, որ ինքը գալիս է տուն, դու կարող ես այդ վերաբերմունքը հա ձևաչափը տաս, հա որպես օրինակ, բայց չգիտեմ, քո զավակը կամ քո օրինակ քույրը կամ եղբայրը, հա, եկել են շատ երկար ժամանակ չեն եղել ստեղ ու հիմա եկել են տուն։ Ու այդ երկիր տեսնելը ու ճանաչելը եւս պետքա լինի այդ տեսանկյունից։ Ու ինձ թվում է այդ շատ բան կարող է փոխի, հա, որտեվ իրանք գալիս են, կարող է իրանք դեռ չեն գիտակցում, որ իրանք եկել են տուն, բայց տունը կարող է իրան տենց դրսևորի, որ իրանք գան, զգան, որ մեզտեղ ընդունում են, հա, որպես շատ վաղուց մեզ լքած ինչ-որ մի բարեկամի։ Ու չի կարող լինի տենց դասական այդ փաթեթները, հա, որոնք մենք օրինակ առաջարկում ենք, չգիտեմ, բան գերմանացի օրինակ տուրիստներին, չէ, այլ կերպ է պետք ընդունել եւ վերաբերմունքով, եւ այդ կազմած այդ երթուղիներով, այդ մոտեցումներով, նաեւ իրանց շատ իմ կարծիքով, հա, իրանց համար շատ կարևոր է զգալ, որ այդ դիստանցիան իրա միջև ու այն հայի միջև, հա, որ ստեղ ապրում, ինքը գրեթե չկա։ Ու այդ փաթեթները, այսպես ասած, հա, իրանք կարող են դա ապահովեն։ Դու իրանց կարող ես ավելի մարդամոտ, ավելի հա ինչ-որ չափով գյուղական, հա տանել մեր մարզեր, իրանք մնան մարզերում, հա չմնան մենակ ստեղ Երևանում, ավելի շատ լինի շեշտը դեպի տեղացիներ ու բնական միջավայր։ Նստակրքեց ունակ արևմտահայերենի գիդ ունենք մենք սպոսավար խոսացող։ Հա, իհարկե ունենանք, չէ՞։ Մի այսպիսի, այսպես ասեմ, կնճռոտ հարց, որ այդուհանդերձ միկրոֆոնի առջև չենք սիրում դրա մասին խոսալ, բայց քանի հավաքվել ենք խոսենք։ Այդուհանդերձ Հայաստանում կա որոշակի բացասական վերաբերմունք Սփյուռքից զբոսաշրջիկների նկատմամբ։ Բոլորի մասին չի խոսքը բնականաբար, բայց կա ինչ-որ մարդկանց շերտ, որոնք լսելով Սփյուռք պատկերացնում են ինչ-որ շատ փողով ինչ-որ մեկը, որ հիմա եկել է եւ կարելի է իր սենտիմենտների վրա, հա, այդ հույզերի վրա գումար վաստակել, հա ինչ շատ է լավ, ինքը իր համար Ամերիկայում ուրախ զվարթ ապրում է, թող մի քիչ էլ մեզ շատ փող տա, մենք էլ ստեղ մնացել ենք, այստեղ ինչ որ երկակի ինչ որ կոմպլեքսների գունդ է իհարկե, բայց սրա դեմ ինչ որ առանձնակի պայքարել պետքա թե չէ, որովհետեւ Սփյուռքից որ գալիս են այստեղ նման բաների բախվելով ինչ-որ խորը հիասթափություն են ապրում, որտեղ շատ հաճախ, չգիտեմ, նույն Լիբանանից, նույն Սիրիայից ինչ-որ երազանքների Հայաստանի հետևից են գալիս, ու մեկ էլ պարզվում է, որ իրանք այստեղ ինչ-որ կլպելու մարդիկ են, ում կարելի է, ումից կարելի է փող ուզել։ Իմ համար սենց մի քիչ ցավոտ թեմա է, հա, որտեղ ես ինքս համարյա մոտ 30 տարի ապրել եմ, հա, Մոսկվայում ու այդ Ռուսաստանի եկածներին դենց ասացված կա, չէ, ծիրան ուտողները, այսինքն նրանք ովքեր գալիս են ծիրան ուտեն գնան։ Հա, այդ ծիրանը ուտեն գնան ու մի շատ կարևոր բան եմ ուզում ստեղ նշեմ, նախ դիասպորայում, հա, ապրելը հեշտ չի։ Այո, բան ստեղ մնալն էլ հեշտ չի, բայց կա այդ մոտեցումը, որ դե դուք գնացել եք, մենք ստեղ տառապում ենք։ Ընդհանրապես դա շատ ակտիվ մոտեցում է, էլի որ Հայաստան մնալը ոնց որ դա հերոսություն արտահայտություն կա, հա, ադալժենի։ Հա, հերոսություն է, հա, Հայաստան մնալը կապում են ինչ որ տենց լավություն են անում, էլի իրանք բոլորին։ Ստեղ այո, տենց բան դու երկու կողմից կարող ես դրան նայես, հա, այո, ստեղ ապրելը շատ դժվար է։ Առաջի հերթին նրա պատճառով, որ դու ստեղ ինչ պատահում է, դու շատ ցավոտ ես ընդունում, շատ, այսինքն այն որ դու անցնում ես ու մեկը, ասենք, բան ծխեց ու գցեց, հա,
դու սենց ասում ես ինչի էլի, բայց կարող ուրիշ երկրում հա ասես դե գցեց, այսինքն հա էլի տհաճ է, բայց ստեղ ես անձամբ շատ ամեն ինչը շատ ցավոտ եմ հա ընդունում, դրա համար ստեղ ոնց որ ասում են բան գոդ զադվա որ ապրում ես այդ քո առողջության, քո ամեն ինչի վրա ազդում է առավել եւս այս վերջի տարիները, հա։ Դե։ Բայց դիասպորայում էլ ապրելը շատ դժվար է, տարբեր ըստ երկրների այդ դժվարությունները շատ տարբեր են ու ես իմ օրինակով հա կարող եմ ասեմ, որ Ռուսաստանում շատ դժվար է, որովհետեւ մեծ պետություն է ու ինքը շատ այնտեղ ոնց որ բանա ամեն ինչ արվում է հա որ դու ձուլվես այսինքն դու ընդհանուր ընդունես այն համակարգը որը կա ու շատ հաճախ մարդիկ նախընտրում են նմանվել հա դա կարող է լինի ասենք սկսած հա արտաքինից ու վերջացրած ինչ որ արժեքներով, հա որովհետև շատ դժվար է այդ իրար վրա հա դնել ու համադրել։ Օրինակ Ամերիկայում մեկ այլ իրականություն է, հա որովհետև դա պետությունն է, որ ստեղծվել է բան իմիգրանտների հա կողմից։ Այսինքն այնտեղ ամեն մի համայնք ունի այդ հնարավորությունը, բայց Ռուսաստանում դա այդպես չի ու շատ դժվար է որ դու եկել ես ինչ որ քո արժեքներով, հա, թեկուզ շատ փոքր, հա, հասակում ու պահես այդ արժեքները։ Ու դու տենց շատ հաճախ կարող է տենց որ դու հայ ես, որ քո համար ամեն մի հա քո հանդիպած հայը դա արդեն այդ օրը հա քո համար տոն է։ Շատ հաճախ դու կարող ես գաս ստեղ, հա, գաս Հայաստան ու այդ ձեր ասած տենց երազանքներով ու քո այսպես ասած պատկերացումներով, բայց շատ հաճախ առնչվես մի այլ իրականության հետ։ Լավ եւ վատ իրականության հետ, հա, վատ որ քեզ կարող է ասեն, որ դու օրինակ լավ չես խոսում, հա, հայերեն կամ վայ ռուսը բան տենց ռուսերեն բառեր ես, հա, կամ անգլերեն, հա, կամ անգլերեն, այո։ Ու ասես հա գիտեք իսկ կան հայեր ովքեր կարող է բան ասենք արաբերեն խոսան կամ կարող է իրանք խոսեն օրինակ քչիներեն կամ կարող է իսպաներեն խոսան բայց իրանք չեն դադարում լինել հայ ու չեն այդ ցանկությունը որ ինքը գալիս է այդ ցանկությունով հա գալիս է ինքը մեր երկիր ասում եմ դու պետք է իրան ընդունես որպես այո ինքը եկել է տուն ու ես գտնում եմ, որ ինքը նույնքան ունի իրավունք ստեղ մնալու, ապրելու, արարելու, ստեղ ամուսնանալու, երեխա ունենալու եւ այլն ու կապ չունի ինքը կարող է բան կիսով արդեն այլ ազգա, բայց ինքը զգում է, որ սա է իր տունը, հա։ Ու օրինակ արդեն ունի երեխաներ, ովքեր, ասենք, ում papan կամ մաման այլ ազգ են ու երեխաները շատ հաճախ սենց ինչ որ բան ակնհայտ հայի դիմագծեր չունեն, հա, բայց իրանք հայ են ու դու պետքա կարողանաս դա ընդունես ու այդ տուրիզմը, այսպես ասած, այդ որ դու իրենց հա ներկայացնելու ես երկիրը իր բոլոր կողմերով, վատ եւ լավ շատ կարող է օգնի, որ այդ մարդիկ ավելի արագ ինտեգրվեն ու այդ դիստանցիան ավելի այսպես ասած կրճատվի։ Տեսեք, ձեր ասածները, ձեր բոլոր մտքերը գոնե իմ տպավորությամբ ենթադրում են, որ կա ինչ-որ ցանկություն մաքսիմալ շատ, հա, Սփյուռքից ներուժը բերել, ինտեգրել կամ գոնե այդ կապը պահել։ Սա այն դեպքում, եթե պետությունը ունի որոշակի ռազմավարություն կապված Սփյուռքի հետ։ Ինչ է նա ուզում անել, հա, այսինքն
որոշակի ռազմավարություն կապված երկրի հետ եւ այդ երկրի հետ կապված ռազմավարության որպես առանցք կամ որպես կարևոր կետ Սփյուռքի հետ, հա, ինչպես էր մենք Սփյուռքը եւ երկիրը կապերը պահպանում։ Ժամանակին կար Սփյուռքի նախարարություն, ես հիշում եմ ինչ որ Արիտուն ծրագիր կար, որի մասին շատ բողոքներ էին հնչում, բայց այդուհանդերձ ինքը կար, ինչ որ մարդիկ գալիս էին գնում են։ Այսօր այս ամենը կարծես թե չկա։ Ավելին ասեմ, կա զգացողություն, որ կառավարությունը, գոնե մեր հիմիկվա կառավարությունը հստակ գծել է սահմանը մենք եւ Սփյուռքը եւ ամեն ինչ որոշում է միայն քաղաքացիության այդ անձնագիրը կա, մերոնք եկանես չկա, ինչպես կուզես, դու ոչինչով չես տարբերվում գերմանացի եւ այլ տուրիստներից։ Չգիտեմ, սա մոտեցում է, բայց ոնց հասկացա, դուք այդքան էլ ճիշտ չեք համարում նման մոտեցում։ Բայց արդյոք եթե ունես անձնագիր, դու մերոնքական ես դեռ։ Ինձ թվում է այնտեղ էլի կան կրիտերիաներ, որից հետո դու դառնում ես բան մերոնքական, բայց նայեք, չեմ կարող ասեմ, որ այն մնացած բոլոր կառավարությունները ինչ որ լուրջ կամ կարևոր աշխատանք են արել, որ ներգրավեն այդ ներուժը, հա։ Նախ եկեք սենց բան, հա, նշենք, որ էլի ավելի շատ դեկորատիվ էր այդ։ Այո, դա դեկորատիվ էր ու կրում էր ինչ որ չափով շատ պրագմատիկ, հա, մոտեցում, որ հա, խնդրեմ, եթե ուզում եք ինչ որ գումար բան փոխանցեք, շատ լավ, մենք ուրախ ենք ընդունենք այդ գումարը, բայց եթե դուք ուզում եք տակ մեզ ինչ որ մի խորհուրդ կամ ասեք թե մենք ոնց պետք է անենք կամ եթե մենք ինչ որ մի բան ճիշտ չենք անում, ապա չեք կներեք։ Հա, այդ դեպքում դուք չեք կարող, հա, մասնակցել եւ ընդհանրապես դուք չեք կարող այս պետության կյանքում ու ճակատագրում ունենալ ինչ որ մի մասնակցություն։ Դա բացարձակ անընդունելի, հա, վերաբերմունք է։ Հիմա կա էլ ավելի վատ, հա, իրավիճակ։ Օրինակ մեզ գովացեք, եղեք մեր քաղաքականության կողքին, եկեք Հայաստան, բան պաշտոններ կարող ենք ձեզ տալ, չգիտեմ, բան պատվավոր, բան հյուպատոս, բան խնդրեմ, բայց եղեք մեր քաղաքականության կողքին։ Իմ կարծիքով բան Հայաստան դիասպորա այդ կապի մեջ չի կարող լինի այդ կառավարության, հա, գործոնը, որտեվ այդ կառավարությունները եւ գալիս են եւ անպայման գնում են, բայց մենք մնում ենք միշտ իրար հետ ու այդ հարաբերությունները դնել անընդհատ այդ ուղղության վրա, որ կամ գումար, կամ մեր քաղաքականությունը, կամ դուք մեր կողքին եք, կամ չխառնվեք, կամ գնում ենք արտասահման այդ հանդիպումներին։ Հետո դուքն էլ շատ լայն հասկացություն է, էլի։ Իհարկե, ստեղ բացարձակ իմ կարծիքով, որ ոչ մի կառավարություն իրավունք չունի այդ հարաբերությունների մեջ մտնելու։ Այդ ոնց որ ասենք բանը, ոտ ընտանիք է ու ինչ որ բան ժեկի պետը, ասենք գալիս է անընդհատ այս դուրը ծածում ասում է նայեք, այ հիմա դուք սենց պետք է բան իրար հետ, հա, եւ սենց հարաբերություններ, հա, դուք պետք է ունենաք։ Չէ, այդ ժեկի պետը գալիս է, գնում է, իսկ այդ ընտանիքը մնալու է։ Ու մենք, հա, մենք աղա իրար չենք ճանաչում դեռ կամ չենք հանդիպել դեռ, բայց մենք մի ընտանիք ենք։ Ու նաև շատ կարևոր է, որ կան հայեր, ովքեր ունեն շատ քիչ կապ, իրանք ունեցել են, ասենք, տատիկ, ով եղել է հայ, բայց ինքը իրան հայ է, հա, համարում։ Եվ կան մարդիկ, ովքեր ընդհանրապես չունեն հայ արյուն, բայց այսպես ասած by choice, հա, որ ասում են, այսինքն ինքը ընտրում է լինել հայ, այսինքն այս կրել այս արժեքները ինքն էլ է հայ ու ինքն էլ պետք է գա ու ապրի Հայաստանում ու կրի մեր արժեքները։ Այդ հարաբերությունների մեջ ոչ մեկ չի կարող հա միջամտի։
ու ստեղ անընդհատ էս բանն է մենք չենք օգտագործում մեր դիասպորայի այդ ներուժը եկեք իրար չօգտագործենք առաջի հերթին հա եկեք ուղակի մի քանի բան ընդունենք որ շատ հաճախ դիասպորան շատ կտրված է մեր պետությունից այսինքն ինքը այդ իրականությունը հա իրական դարդ ու ցավը չի հասկանում ինչով է օրինակ եղեգիսում ինչ դարդերով ապրում այդ մարդը կամ օրինակ հա ամասիայում ինչ մտքեր ունի ինչով է այդ մարդը հա արթնանում քնում ու այդ ուզում եմ որ շատ туриզմը այդ կապը այդ կապը հա ձևավորվի որ մենք իրար ավելի լավ հասկանանք ու ճանաչենք այդուհանդերձ հայկական туриզմի մեջ հա հայաստանյան туриզմի մեջ շատ խոշոր դերակատարություն ունի Սփյուռքը չէ եկեք հիշենք հա անկախությունից հետո առաջի туриստները սփյուռքահայերն են այդ հիմա է որ տեսնում ենք չինացի ռուս չգիտեմ ինչ ազգի ասած չենք տեսնում բայց այն ժամանակ ոչ ոք չէր գալիս միայն հայերն էին գալիս Հայաստան եւ առաջին туриստները միայն հայերն էին ու երկար տարիներ էր տենց այսինքն գերակշռող մեծամասնությունը իրան կարևոր դեր են խաղում չէ հիմա էլ դեռ туриզմի զարգացման գործում Հայաստանում իհարկե եւ ոչ միայն այն բանով որ իրանք գալիս են դուք պատկերացրեք որ ամեն մի հայ հա դիասպորան ինքը հա ինչ որտեղ աշխատում է օրինակ բանկում ու իր բոլոր գոլեգաները հայ չեն ընդհանրապես չեմ պատկերացնում այդ որտեղը ինքը արդեն մեր դեսպանն է այդ մարդը ինքը առավոտից իրիգուն ինչ որ տենց փոքր ուտելիք կարող է բերի չէ հայկական կարող է ինքը արդեն եղել է հա Հայաստանում ասում են բա ուր էիր գնացել քո արձակուրդին ասում եմ ես գնացել էի ասենք իմ տատիկիս գյուղը տեսա հա գնացի բան ճանաչեցի ու պատմում է այդ մարդիկ նեվ տենց պետք է հա ոնց որ դիտարկվեն կամ օրինակ մեր ռեստորանները որը աշխարհով մեկ տասնյակ ռեստորաններ կա այն մարդը ով որ դնում է ոտ այդ հայկական հա ռեստորան արդեն այդ մի ոտով ինքը արդեն պատրաստ է գա Հայաստան այսինքն այդ այն կետերն են աշխարհով մեկ որը կարող են դառնան այդ պորտալը հա որ ինքը մտնում է տենց ռեստորան ու դուրս գալուց արդեն ասում է չէ ես պետք է նայեմ հələ մի հատ տեսնեմ ինչ փաթեթներ կան, հա, ինչ տոմսեր կա, որ պլանավորեմ գնամ, այս ինչ հետաքրքիր տեղեր։ Այսինքն նաև այդ ուղղությամբ էլ, հա, կարելի է աշխատել, որ այդ ռեստորանները դառնան այդ ինֆորմացիայի կենտրոնները, հա, որոնք որ մեր մասին այնտեղ պետքա շատ գրագետ պատմեն։ Մեր հաղորդման ժամանակը մոտերում է ավարտին հետևությունը, որ ես արեցի, մեզ այդուհանդերձ պետք է որոշակի առանձին ռազմավարություն, թող դա չանի պետությունը, թող դա անի հենց տուրիստական ոլորտի ներկայացուցիչները, ամեն մեկը իր ոնց որ պատկերացրածի չափով որոշի, թե ինչ այլընտրանք կարող է ներկայացնել հենց ազգությամբ եւ մշակույթով հայերի համար, հա։ Շատ շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։ Ես մեր բոլոր ռադիոլսողներին եւ ռադիոդիտողներին հիշեցնեմ, որ դուք դիտում եւ լսում եք ռազմավարական պլան туриզմ հաղորդաշարը, երկրորդ խոսափողի մոտ Լիանա Խաչատրյան, առաջի խոսափողի մոտ հաղորդման հեղինակ, կառավարման փորձագետ Աննա Մազմանյանը։